Ողջույն, մենք 6-րդ դասարանցիներս սկսում ենք շնորհին ու շնորհնեցուն վերաբերող մի նոր նախագծային աշխատանք։ Արդեն ձեր դատին ենք ներկայացրել շնորհի բառն ու բանը և շնորհի խոհանոցը նախագծերը։ Այժմ ձեզ ենք ներկայացնում շնորհնեցիների խաղացած խաղերը նախագիծը։ Նախագծի նպատակն է վերականգնել խաղալու ավանդույթը շնոհում և շունչ տալ մեր ծնողների, տատիկ-պապիկների խաղացած խաղերին։ Ձուձու խաղ խաղալիս խաղացողները նախ կատարում են դերերի բաշխում։ Խաղացողները որոշում են թե ով է անուն դնողը, շնորհավորողը, մատների վրան և առաջին գցողը կամ ինչպես ասում են պերբան։ Ինչպես նաև որոշում են կանոնները, քանի ձվից է և քանի քայլից։ Խաղը սկսողը գնդակը վերնետելով տալիս է խաղացողներից որևէ մեկի անունը։ Խաղացողը լսելով իր անունը բռնում է գնդակը, կանչում ստոպ, կատարում 3 քայլ և հարվածում գնդակով խաղացողներից մեկին։ Եթե գնդակը կպչում է տվյալ խաղացողին, ապա նա դառնում է 1 ձու, հակառակ դեպքում կտրողն է դառնում 1 ձու։ Հաջորդը գնդակը նետում է այն խաղացողը, որի հաշվին ավելացել էր 1 ձու։ Եթե ձուձու կանչված խաղացողը գնդակը որսում է օդից, նա պետք է ձուձու կանչի մեկ այլ խաղացողի։ Երբ որևէ խաղացող դառնում է 3 ձու, անուն դնողը 5 մատների վրա դնում է տարբեր անուններ, որոնցից մեկը պետք է լինի խաղացողի անունը։ Չասեք անունը, ասա, շնորհավոր Հասմին։ Շնորհավորում եմ նոր թվից դուրս եկած Արտակին։ Ձու։ Եթե Արտակին նոր դրված Սուսիկ պուսիկ Վարդան ես նո? Լուսին է Շնորհավորում ենք նոր թվից դուրս եկած Ես բութ խաշտը։ Ոտո բանջո։ Բթուկ։ Բարբի։ Այս ինչու՞։ Ջենիֆեր Լոպես։
Սիրի բորմա ցամաձա։ Շնորհավորում ենք նոր ծվից դուրս եկած Իգրան Շնորհավորում ենք նոր ծվից դուրս եկած օտոբանջոյին։ Ստոպ։ Եթե մի խաղացող տալիս է անուն դրված խաղացողի իսկական անունը, ապա այդ կեղծ անունը փոխանցվում է նրան։